ինչ տեղի ունեցավ։ Հետ կանգնեք, եկեք առաջ էլի։ Կամ եթե Առաջան հետ կանգնեք։ Վերջ պատրաստ եք, հա։ Ուրեմն հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված, որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք։ Ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացվի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություններ, ինչպես ոստիկանների եւ ԱԱՑ ծառայողների կողմից, երբ որ մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաեւ իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ նաեւ ուղղորդում էր նաեւ քննչական մարմիններին եւ դատական մարմիններին եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ այդ արված հայտարարության հիման այսքան ժամանակ ինչի չէր լինում։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել, տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել, ծանուցել։ Միքայել Սրբազանը ասեց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք, մեր պաշտպանական թիմը։ Բայց հստակ Ոչ։ Իսկ հստակ է սպառնալիքները, որովհետև մարդիկ թույլ չէին տալիս, որպեսզի Աջապայանը գնար եւ ի վերջո նաեւ միջադեպերով վերվեց մայրաթորից։ Սպառնալիքեր հնչել կրկին գրողերն այսպես ասում, հա, մայրաթոր ուղայինները նորից էին։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային, կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց։ Բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար։ Ամբողջ գործընթացը անհիմն է, այսպես ասեմ։ Ձերբակալման ժամը, որ ժամն է ֆիքսվել։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք, այսինքն 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի, այո։ Իսկ մոտավորապես չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ Այսինքն պետք է գնաք արդեն դատարան։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Մոտավորապես որ ժամին դուք կլինեք դատարանում, որ չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք տեղեկացնենք։ Որոշում է կայացնելու, նշանակում է մինչև վաղը երեկոյան 6-ը դատարանը պետք է Դե կարող է առավոտյան օրինակ ժամը 7-ին նիստ նշանակի։ Հա, դուք նախապես կտեղադրեք։ Հա, անպայման Facebook-յան էջում կտեղադրենք։ Երկու անցկացալանքի միջնորդություններ։ Այս բանը մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդը ներկայացնելու։ Այսինքն հայտնի չի ով է քննելու դատարանը։ Ոչ։
Պարոն Զոհրաբյան, իսկ արդարադատության ընդհանրապես սպասել կարելի է, եթե վաղ առավոտից, երբ դեռ անգամ Միքայել Սրբազանը մայրը աթոռում էր, այդ տարածքում էր, արդեն իսկ ԿՊԱ-ականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձերբակալվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել 1 ամիս ժամկետով, ինչ որ պատճառներ, որոնք ցենզից դուրս են ու ես չեմ մեջբերի, բայց պատճառներն էլ էր նշում, այսինքն եւ ժամկետ էր նշում, եւ նշում էր, որ պետք է կալանավորվի, եւ ԿՊԱ-ականներն էին դա տարածում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արդարադատության, այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչի հետ են գործ ունենալու։ Բնականաբար, այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք, Ժողովուրդ ջան։ Պարոն Զոհրաբյան, եթե գնալու եք պարտավորությունը, որը Մենք գնալու ենք մեր աշխատանքը կատարել։ Սրբազանի տանելու են դատարան։ գիշերը դատարան է, հասկաց։ Այո, տանելու են դատարան։